Լեննական անունը սիրում եք միջևի։ Քարոզարշավի վերջին 3 օրերին քաղաքական ուժերը շարունակեցին ակտիվ հանդիպումները մարզերում ու համայնքներում, հնչեցին այսպես կոչված ճակատագրական հայտարարություններ, Կոչել ենք Սաֆարովի կանխարգելման օրենք։ եղան ձերբակալություններ Նիկոլի սրտով անում եք էլի հրահանգները լավ։ եւ ավանդական եւ ոչ ավանդական ակցիաներ։ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիրն այս օրերին Շիրակի մարզում էր։ Գյումրիում քաղաքացիները բողոքեցին աշխատատեղ չկա, աշխատանք են ուզում։ Որ աշխատատեղ չկա, ստեղը դիք լավ չի էլի։ Խոստացավ ամենաուշը 2 տարուց վիզաների ազատականացում։ Անցնող օրերին ուժեղ Հայաստանի Սամվել Կարապետյանը ընդունեց մարզերի բնակիչներին, դասարանցիներին, հետո գերիների վերադարձ խոստացավ։ Որ մեր լավագույն զավակները գան իրենց տները։ Իսկ այսօր էլ իրենց կազմած կառավարության նիստում իրենց ձևակերպմամբ ճակատագրական հայտարարությամբ հանդես եկան։ Ընդունելու ենք գլխավոր օրենքը մեր երկրի համար։ Դա մենք կոչել ենք Սաֆարովի կանխարգելման օրենք։ Արման Թաթոյանը իր միասնության թևերով խոստացավ երեխա մեծացնելու պատճառով չաշխատող մայրերի եւ գյուղում հող մշակողների աշխատանքը կհաշվարկեն որպես ստաժ։ Բալիկ մեծացնելը, երեխա դաստիարակելը չպետք է կորի։ Իսկ Շիրակ օդանավակայանը կհավակնի դառնալ Զվարթնոցին հավասար։ Այդ դեպքում մենք ունենանք նաև զարգացում Գյումրիի համար։ Անցնող օրերը խառն են Բարգավաճ Հայաստան կուսակցության համար։ Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց պետական դավաճանության հոդվածով։ Թուրք ադրբեջանական օրակարգ իրականացնող իշխանություններին։ Անդրադառնալով իր տան բռնագանձմանը Ծառուկյանը հակադարձեց Փաշինյանին։ Ավելի լավ բան առաջարկեմ մեր վարչապետին, որ կառավարության հետ առանձնատուն է, դաչան, ավելի լավ է նվիրենք մեր պատերազմում վիրավոր ստացած տղաներին։ Հետո քննադատեց։ Հենց հիմա ադրբեջանցիները, որ սա մեր սարերը գրավել են բարձունքները, թողվեցի տա մեր ժողովրդին։ Անցած 3 օրերին Քոչարյանը նոր բառապաշար բերեց քաղաքական դաշտ։ Ով քվեարկում է Փաշաևի համար, քվեարկում է Ալիևի համար։ Իսկ ամեն անգամ նոր նախաձեռնություններով հանդես եկող բոլորին դեմ եմ կուսակցությունը նոր ակցիա անցկացրեց։ Բոլորի պորտը տեղը դրեց Գյումրիում։ Այդ քաղաքական գործիչների պորտը տեղը դրել, դա շատ տպավորիչ էր։ Շարժման հետևորդները առաջարկում են հաջորդ անգամ ականջին լապշա կախելու ակցիա անել։ Իսկ ավանդական քարոզարշավի տեսանյութերից կուսակցությունը առանձնանում է այսպես. Քաղաքական գովազդը նյարդայնացնող է, առաջարկում ենք դիտել ավելի հաճելի հոլովակ։ Բոլորին դեմ եմ։